հոր սիրտը դեսանելի դառնա Սուրբ Հոգին միջոցով աշխարհի վրա մեր ծառայությունը եւ մարդոց Աստված տեսնելը կփոխվի։ Եվ ասիգա է, որ գնեին անցյալին աշակերտները եւ բոլոր եկեղեցիները, որոնք հիմա նոր կհաստատվին կամ արթնություն կգնալեն, կսեն գուզենք ընել առաջին եկեղեցին պես։ 2000 տարի է։ Ամեն անգամ ալ հաջողած են։ Հալելույա։ Նույնիսկ այն եկեղեցիները, որ այսօր ավանդական են, հոգին աստեցությունը մեռած է, հրաշքներ չկան, Սուրբ Հոգի մգրդություն չկա, լեզուներ չկան, նույնիսկ կսեն լեզուները սատանայեն է, Աստված այլևս հրաշք չներ, բոլորը սկիզբը հաջողած են։ Չեն գրծած շարունակել։ Որովհետև շինարարի գառուցվածքը իրենց սրտի մեջ փոխված է, իրենց մոտեցումը դարձած է սովորություն, ավանդություն, ավելի քան live connection-ով, գապվածությունով առնելը ջանցածը ընելու։ Սկիզբեն սիրելիներ, Աստված միշտ փափակած է եւ ուզած է երկինքի մասին դեղեցություն տալ։ Բայց Աստծո համար միայն դեղեցություն տալը չի եղած հիմնականը։ Իր փուն փափակը դեղեցություն չի եղած։ Եվ մենք պետք է ցերպազատենք մեր անձերը միայն դեղեցություն փոխանցել է։ Աստծո փափակը եղած է, որ իրենց դրված դեղեցություններուն միջոցով մարդիկ իր ներկայության փորձառություն ունենան։ Եվ եթե դու քո սիրտդ ստուգես, պիտի հաստատես, որ ամենահաճելի դեղեցությունը, որ ունեցած ես, այն է, որում փորձառությունները ունեցած ես։ Այդ փորձառությունները, որ իր ներկայության կապված ունեցած ես, ամենահաճելին է, անմոռանալին է, կարծես կյանքեդ զգացումներդ ավելի խորունկ դեղը արմատն է դած է, հիմնված է, խարանված է, որ միշտ ակնկալությանդ եւ փափակիդ մեջն է։ Ամբողջ Աստվածաշունչի ընթացքին, ուր որ, երբ որ Աստված քդած է սիրտը, որ նվիրված է, հոն Աստված երկինքը թրած է երկրի վրա։ Այսինքն երկինքին նպատակը, երկինքին փափակը, երկինքին լեցունությունը, քերփնականը, օրհնությունը այդ դեղին մեջ երևցած է։ Տեսեք այրող մորենին պատմությունը։ Բարունագին կոնտեքստին մեջ կինա, վկայության խորանը, ասոնք բոլոր դեղեր եղան, ուր Աստծո ներկայությունը հայտնվեցավ։ Վկայության խորանը ավելի ընդարձակ կերպով եղավ։ Նույնիսկ քահանաները իրենց հadouk ժամանակին գրնային մտնել, իրենց հadouk գործերով Աստծո ներկայությունը գարհոն։ Եվ ադիգա փոխեց ամբողջ ազգի ինքնությունը։ Իսրայելեն ելած քերիներին Աստծո ներկայությունը գրողներ եղան։ Երբ դաջարը շինվեցավ, Աստծո ներկայության գետրոնը եղավ, այնքան որ երբ Աստծո փառքը լեցուց, ղեկավարները եւ քահանաները չգրցան հոն գենալ ծառայողները, բոլորը դուրս փախան։ Աստված չի փախցներ մարդուն։ 5 դագարանի մեջ մարդիկ կփախչեին, որովհետեւ չէին գրնար դանիլ։ Չունեին այդ անոթը փրկված հոգին բաժինը, ուր գրնար քրգել Աստծո ներկայությունը։ Եվ Աստծո ներկայությունը միշտ կթադեր, կփախցներ, կվախցներ մարդկային գառուցվածքը։ Նոր դագարանի մեջ մենք չենք փախչիր։ Նոր դագարանի մեջ մեր հոգին ստեղծված է գրելու Աստծո ներկայությունը, ներկայացնելու Աստծո ներկայությունը։ Եվ հետևաբար ինչքան մեր անձը նվիրված է, Աստված այդքան ինքզին կհայտնե այդ անհատներուն միջոցով։ Վերնադունը հիացան մարդիկ, զարմացան մարդիկ, լսելով անգամ, տեսնելով անգամ, հրաշքներ վայելելով անգամ, մարդ համարը
չհաջողեցավ, այնքան արագ էին մարդիկ դեպի Աստծո քալու մեջ, որովհետև Աստծո ներկայությունը հայտնվեցավ։ Օդար լեզուներ կխոսեին, մարդիկ սկսան ասել ինչ մեծամեծ խոսքեր գսեն Աստծո մասին եւ գուղեն Աստծո մեր լեզուներով։ Մի քանի քննադատողներ իրենց արդակինին գաբելով, քննադատող եղողներ լալով, անոնք սկսան թադել, քմծիծաղիլ եւ այլն ասել կինովցած են։ Բայց հազարավորներ չդիմացան այդ ներկայության։ Առաջին եկեղեցին նույնը շարունակվեցավ։ Եթե ես շարեմ քեզի, պիտի տեսնես, որ ամեն ժամանակաշրջան եկեղեցին ունեցած է նոր ջեղքում, նոր բայթում, նոր աշխատանք Աստծո ներկայությունը բերելով եւ աշխարհի վրա մարդիկ հեթանոսներ դարձի եկած են հանդիպելով եկեղեցին։ Բաղմություններում մեջ հայտնված է, որ փարփարոս ցեղեր, երբ սահմանները ներս գարշավեին, այդ բարի քրիստոնյաները դարձի բերելու, որոնք հիմնված հաստատված էին իրենց հավատքի մեջ, սահմանեն ներս մտնել է առանց պատերազմի իրենք դարձի եկած էին, որովհետև հավատացյալներու մեջ Աստծո ներկայությունը կար, Աստված կդած էր մարդիկ, որոնք իրապես իր ուզածը հայտնելու սիրտ ունեին, նվիրում ունեին, ենթարկվել ունեին, հանձնվել ունեին, չի բավեր քրիստոնյա լալ։ Սիրեներ քրիստոնյա լալը ծրի է։ Քրիստոնեական կյանքը ապրելը եւ Քրիստոսի նկարակիրը արդացոնացնելը քին վճարել գուզե։ Աստված քին վճարողներ կփնտրե։ Ոչ հբարդությամբ, բայց իբրև իրականություն գուզեմ հայտնել, ես լսած եմ քանի անգամ հրեշտակային խոսակցության ցայն, որ ըսված է եւ ըսած է վերջապես մեկը կդանք, որ մեր մասին խոսի, երկնքի մասին խոսի։ Վերջապես ես զարմացած եմ, որ ես բամը չեմ ըներ, այդքան, կոնե ինչպես ես կհասկանամ, որ այս խոսքը առնեմ, բայց սորված ու հասկացած ու ըմբռնած եմ, որ Աստված կփնտրե անոթ մը նվիրված, սիրտ մը նվիրված, անսագարկ նվիրում իրեն հանդեպ, առանց որ որևէ մեկ ուրիշ բան առաջին տնե, Աստված տնե, եւ այդ մեկը երկինքի կողմե մեծ հաջություն եւ քնահատանք կստանա։ Յուրաքանչյուր այս մարդոցմե եւ բաղմության ընթացքին եղան դեղմը, ուր մարդիկ կրնային Աստծո հանդիպիլ։ Եթե թուն մեկը ղրգես դեղմը քեզի ներկայացնելու, ինչ կա գնգալես այդ մարդեն, քեզի ներկայացնե։ Եթե Աստված հիմա մեզի ղրգեր է, որ աշխարհին մենք ներկայացնենք իրեն, ինչ կա գնգալ է։ Եվ որ մենք քեզի պիտի ներկայացնե ամեն իրավասություն, լիազորություն գուտաս իրեն, որ քեզի ներկայացնե։ Աստված ամեն զորություն դված է մեզի, որ մենք ներկայացնենք, բայց մենք չենք կրնար մեր ցևով իրեն ներկայացնել, իր մեզի դված ցևն է, որ կհաջողի, այլապես կոդը չի բռներ։ Որովհետև գրոնականը սխալ սորվեցած է մարդոց, ավանդականը սխալ կսորվեցնե մարդոց, մարդիկ ցևերու գերտան Աստծո ներկայությունը բերելու, բայց Աստծո ներկայությունը ոչ ոք կրնա որևէ ցևով բերել, բացի Աստծո դված ցևով։ Աստծո ներկայությունը մարդոց մեջ քալը Աստծո փափակն է տուն իրեն բեք չունի համոզելու։ Որևէ արարք իրեն համոզելու սխալ է, անընդունելի է։ Աստված առանց քո իրեն համոզելուտ պիտի կայևնե, որովհետև իր փափակն է, հավիտենական։ Աստված պիտի ինե, երբ դու իրեն համար խողովակ մելլաս, ոչ թե թիրք ունենաս։ Շինարարները իրենց կյանքով Աստծո ներկայությունը կգրեն նախքան իրենց ծառայությունը ստանցնեն։ Եվ չեն գրնար ծառայությունը ստանցնել է յետք որևէ պատճառով,
Աստծո ներկայությունը մեկտի տնել։ Որովհետև Աստծո ներկայությունը ժամանակագից կաշխատի։ Աստծո ներկայությունը քու կյանքիդ մեջ չի գտնար քեզի օգուտ ընել, եթե իր ժամանակագից հոսանքին մեջ չես, դու ավանդական ես արդեն։ Կարևոր չէ թե լեզուներ կխոսիս, կարևոր չէ թե օծություն կսկաս, կարևոր չէ Աստված քու միջոցով ինչ գրե, այդ բահուն, որ ժամանակագից հոսանքի մեջ ես, դու կգոչվիս ավանդական պենտեկոստել, ավանդական քարիզմատիկ։ Ավանդականը ինչ կնշանակե, սա հաշիվով, որ դու ունեցած ավանդությանը համաձայն գաբրիս, գործընծուցեր ես այլևս, նոր հոսանքը հիմա անոնց դվողին, անոնց ինչ որ դված են անցյալին, այսօր ինչ կսե չես լսեր։ Սկզբունքներ, սովորություններ բռնած գկալես, որովհետև շատ վտանգավոր կտեսնես այսօր լսելը։ Միայն վտանգավոր կտեսնես լսելը, երբ գաբդ խզած ես իրեն։ Մեր ճարության կբաշխես անցյալի եղողները, մորնալով անցյալի եղողներուն դվողը։ Չեմ կերե թե ինձ հասնի քո ժողովուրդ։ Աստծո փափակն է միշտ ավելի քան միան դեղեցություն իր ներկայության փորձառությունը դալ մարդոց։ Նախ հաղորդակցություն հետո ծառայություն, նախ հանցնվիլ վերջը զորություն։ Մենք հագարակը գնենք։ Ծառայություն գուզենք, նախքան հաղորդակցությունը, զորություն գուզենք, նախքան մեր հանցնվիլը շտկելը, ասոնք են մեր խնդիրները։ Մոսես նախ հանդիպեցավ այրող մորենին, ետքը առաջնորդեց Իսրայելը, չէ՞։ Հիսուս բազմաթիվ գիշերներ աղոթքով գանցներ, նախքան երթարև մարդոց ծառայեր։ Տեսեք սիրելիներ, այս օրինակը, որ Տեր Հիսուսի կվերապերի, պետք է հիաստապեցնեմ ես, պետք է անգին տնեմ ես։ Եթե Աստծո Սուրբ Որդին, անմեղը, Քրիստոսը, Աստվածը, որով ամեն ինչը ստեղծվեցավ, իբրև մարդ ապրած ադեն պետք ուներ աղոթքով պատրաստ վիճակի մեջ մնալու, որ ծառայե, մենք ավելի դարբեր ցեվեք չընդունենք որթեքրել։ Մենք չընդունենք։ Բոլոր պայմանները կյանքի պիտի առաջարկեն, որ ընդունենք։ Մեծ մասամբ պայմանները դրամապանական են, ընտանիքին, կյանքին, գործին պետքն են, մենք չընդունենք։ Գիտեք ինչու։ Գիտեք ինչու եւ գուզեմ անգերց դուք ցեզի ասիրականության արժեվ տնեք։ Մենք չենք գիտեր որ մեկ երկվարգյանը աս շունչը պիտի մարի կամ Տեր Հիսուս պիտի կա իր արժեվ պիտի լանք։ Այդ բահում, որ մենք իր արժևն ենք, ամեն ինչ պիտի գիտնանք։ Նվիրումի բոլոր բաժինները պիտի ըմբռնենք, պիտի հասկանանք եւ պիտի ուզեինք այն ադեն, որ մենք ավելի նրածելայինք, պիտի ասենք, «Վաու, ինձ երկիս մեջներ»։ Ես ասկր, քանի օքի ասկարացե, ես ասկրնային էլ Երանի ասնեի, եթե այսնե այսօր այս կլար, քանի օքի։ Ես մինչև 24 տարեկան աշխարհիկ կյանք ապրելուս համար մինչև այսօր գսեմ Երանի, ծնածը լայ քրիստոնյա ընտանիքի մեջ, ոչ թե անունով քրիստոնյա, իրական քրիստոնյա, որովհետեւ գարկ մը սխալներ, որ իմ ամբողջ կյանքիս հետ պիտի երթան, անոնք չլային։ Հիմեր, որոնք թրված էին վարժություններու, սովորություններու չլային եւ ես առանց անոնց Աստված պաշտեի։ Այդ բահում, որ իրեն հանդիպինք, ծոպիտեսենք ինչքան ապուշ է սեղեր, ինչքան խեղճ է սեղեր։ Ծո ասպստիկ բանը չրիր, նայեր հիմա ավիդյան կյանքը, այս բադգերը, որ ինձ համար շատ զորավոր է, մեծ մարդահրավեր է, challenge է, չեմ գնարանգ է հրաժարիլ։ Իմ նյութերես մեգուն մեջ աղոտքես ծնած նյութ մներ, դեր ես երկրի վրա պամը չեմ ուզեր։ Եվ այդ բահուն գսկայի հոգին ինձ դված է այդ զգացումը, որ ես պետք է զգամ։ Պամը չեմ ուզեր։ Եվ այս պամը չեմ ուզերի մեջ ամեն ինչ կա։ Առանց բացառության։ Եվ բարերը հետևյալն էր դեր գուզեմ միայն քո արջևդ գտնված բահուս ինչ որ թուն ինձ մե ագնկալած էիր անոնք հաճողի մնել երկրի վրա ուրիշ բան չեմ ուզեր նույնտերես մեկը միայն ասոր վրա հիմնված է
որ շատ կարևոր է։ Եվ կարծեմ բոլոր հավատացյալներուս կյանքի մեջ, եթե սանցը լավ բռնած չլանք, բոլորիս ալ բարական է։ Բոլորս ալ այս բաժինի մեջ կրնանք մեկ վարգյանեն մույսը ծրվիլ, շեղիլ։ Բայց սիրելիներ, մի ապրիք ձեր կյանքը, միան աշխարհին առաջարկածով եւ փորձեք աշխարհի առաջարկածին կողքին հավատացյալի պատկեր առնել։ Դուք ավելի զորավոր եք, ավելի ուրախ եք, ավելի հրաշագործ եք, ավելի եք ամեն ինչի մեջ, երբ իրեն հետ միասին գնենք։ Ինքը ցեզի չի զրգեր բանեմը, ոչ մեկ բան, եւ ամեն ինչ որ իր մեգուկա գադարյալն է, ոչ մարդկայինը, ոչ քողցվողը, ոչ բաքսողը։ Ինք չի զրգեր, բայց իրմով ցերկ բերեք, ոչ թե միջոցները թող ցեզի առաջարկեն։ Դեպաբար աշակերտները եւս իրենց ղարքին սպասեցին։ Չշարժեցան, սպասեցեք Երուսաղեմի մեջ, մինչև հոր զորությունը ստանաք։ Ասա գուզեմ ասել ցեզի, որ գիտնակ շինարարները Աստծո ներկայությունը չեն շիներ, չեն հորիներ, անոնք գսորվին ապրիլ այն դեղին մեջ, որ Աստծո ներկայությունը կհանգչի։ Գսորվին ապրիլ այն վիճակին, այն մթնոլորտին, այդ սկզբունքին, այդ փարոյականին, այդ փարոյակիդության մեջ, ուր Աստծո ներկայությունը կհանգչի, Աստծո ներկայությունը կհաջի, Աստծո ներկայությունը կկործե։ Մենք Աստծո ներկայությունը չենք շիներ, գախարտությամբ չլար, գանչելով չլար, մենք այդ մեկը ապրիլ կսորվինք, որովհետև Աստված սուրբ է, եւ անոր համար Մովսեսին ասավ, ոտքեդ հանես սանդալները, գեցած դեղը սուրբ է։ Հեսուին ասավ, հանե ոտքերդ մուջակները, սանդալները, գեցած դեղը սուրբ է։ Աստված անոր համար այս բաները գսե։ Մթնոլորտի հետ կապված, համոզումի հետ կապված, երկինքը մեր առօրյայի մեջ այս սկզբունքով, այս ցևով շոշափելի կդառնա, երբ Սուրբ Հոգին բարի հալուստ կգտնե մեր կյանքի մեջ, մեծ ընդունելություն կգտնե մեր կյանքի մեջ։ Հետևաբար իր մեջ խնդրել ես ավելի, պետք ունի մսել, ինչպես կրնամ ես քո հանգիստդ ստեղծել, ինչպես կրնամ քեզի բարի հալուստ մեծ ընդունելություն ցուցաբերել։ Եթե ես սորվիմ բարի հալուստը ընդունելություն ցուցաբերելը բնականաբար, ես երկինքը պիտի կարենամ հայտնել, բարձորեն բացահայտել երկրի վրա։ Երբ տեսեք Ղուկաս 4-ի մեջ Հիսուս իրեն վերապերող մարգարեությունը կմեջբերե, Ղուկաս 4:18-ը գսե, Տիրոջ հոգին վրաս է, որովհետև զիսոծեց եւ ղրգեց։ Ինչու ղրգեց։ Նկատի առ, թե ինչ եղավ օծությունը ստանալեն յետք, գսե բարի լուրը դարածվեցավ, բժշկություններ եղավ, ազատություն եղավ, ազատագրություն եղավ, վերանորոգում եղավ, վերագանքնում եղավ, բարի լուրը Սուրբ Հոգին երբ վրան եկավ, այն ինչ որ երկնային իրավունքներն էր մարդուն դրված քեր բնական բարգերներով, անոնք բոլորը բացվեցան։ Գսե Հիսուս քալածադենը իրեն գտպչեին եւ գբժշկվեին, ով որ թվավ բժշկվավ, գարձես քալող էլեկտրական ընկերությունը, գազագերբություններ, որ գրնային մարդիկ ցնել եւ առնել էլեկտրականությունը, բժշկությունը, օրհնությունը։ Որովհետև ինքը դրամատրված էր այդ կյանքի ցևով ապրելակերպով, որ ընդունելություն ցույց կտար Սուրբ Հոգին։ Գսե Սուրբ Հոգին դարավ իրեն փորձության, Հիսուս բերանը չի բաց, օքեյ, փորձություն։ Սուրբ Հոգին իրեն ասավ, հրյաներուն սովորական ջամփայեն մի երթար թեպի Իսրայել, գնա Սամարիայի անդեսված եւ մերժված եւ անարգված ջամփայեն։
Ուր պիտի հոգնիս, անոթենաս Հիսուս, օքեյ։ Հիսուս սկսե լեցուն բաներ կրնար ունենալ իր շուրջը, որ իրեն ուրախացներ, օրը չէ հիշած բամը, կսե Հիսուս Սուրբ Հոգիով ուրախացավ եւ ըսավ, Սուրբ Հոգին իրեն խնդալ տվավ։ Օծությունը մեր կյանքին վրա բնավ անձնական օրհնության համար չէ։ Օծությունը երկինքը մարդոց պետքին համար արձակելն է։ Հետևաբար մենք մեր սիրտի կեդինը կպատրաստենք դալու համար։ Տեսեք շատ լուրջ դժվարություն կրնա գտնել հավատացյալը այդ զգացումը ապրումը ունենալու համար։ Եվ ադիգա խնդրելով չի կար վարժությամբ ապրելով գուկա Սուրբ Հոգին ներկայությունը ընդունելություն ցուցաբերելով կհաջողի այդ մեկնել։ Իսկ երբ որ Սուրբ Հոգին գործե, հոր սիրտը Սուրբ Հոգին միջոցով կհայտնվի մարդոց։ Երեմիա 32:40-ին մեջ կտեսնենք հոր սիրտը կհայտնվի, Աստծո սիրտը հայտնված է Քրիստոսով լալիքին հետ կապակցաբար, ուր գսե անոնց հետ հավիտենական ուխտը բիդինեմ քրիստոնեական փրկագործության մասին են յութը, որ անոնց բարի կնելեն անոնց մե ետ չքաշվիմ։ Սա կնշանակի խոսածադենը դեր կքաշվեր։ Գար արկելքը որ մեղ կներ եւ այդ պատճառով կքաշվեր։ Բայց ուխտը լալեն վերջ կսե այլևս պատճառ պիտի չլա որ ես քաշվիմ իմ գոմես։ Ու իմ վախս անոնց սրդին մեջ պիտի տնեմ։ Սիգա Աստծո սիրտին փափակն է։ Այդ խոստումը կդարվեցավ Տեր Հիսուսի կալով։ Տեսեք Տեր Հիսուսի կալուստով ինչ կսե Գործ 10:38 կսե գագնարգեմ Հիսուսի, որ Նազարեթեն էր Աստված զայն Սուրբ Հոգիով եւ զորությամբ օծեցնեցեք ոս քիչը զարմանալի չես սկար, երբ Հիսուսի մասին այսպես կխոսի։ Հիսուսի, որ Նազարեթեն էր, զարմանալի է, Սուրբ Հոգին արտահայտությունն է ասիգա։ Աստված ինք Սուրբ Հոգիով օծեց, Աստվածությունը, Աստծո որդի լալը Քրիստոսը, բնավ չէ նշված մեջը։ Շատ մարդկային իր քիծը հայտնած է եւ անիգա շրջեցավ բարիք գործելով եւ սատանային գոմե դանչվածները բժշկելով, որովհետեւ Աստված իր հետն էր։ Ամեն ինչ որ խոսած է մարդկային չափանիշի վրա գդարածն է, կարծես ամիջապես Աստծո ուխտին գադարումին պատկերն է, որ կորցնական եղավ։ Նույնը գդարվեցավ եւ կգադարվի դագավին Սուրբ Հոգին հանգիստ կդած դեղը։ Հոր սիրտը կհայտնվի, Աստծո պապակ այս է։ Ես արի, ես չարի, ադիկա չի փոխեր տեսակետը։ Հիմա արմադը այդ է։ Անցյալ օրը բզդիկներս, որ հիմա այզոմը սկսան, այզոմի տասերեն մեկը իրենց հետ գնեի, փորձառություն կպատմեի եւ տասերուն մեջ դեղ մգար, որ իրենք պետք է հասկանան ըմբռնեն, որ Աստվածաշունչը կհայտնե Աստծո տեսակետը բժշկելու նկատմամբ, որ այո է։ Եվ թե յուրաքանչյուր հավատացյալ գրնա Հիսուսի պես ծառայել եւ պետք չունի ուղղակիորեն այդ բահուն աղոթելու, ինքը այդ բահուն պետք ունի իր աղոթած լեցունութենեն հրճագելու։ Այս փորձառությունն է, որ ցերկ պետք է բերվի։ Մարդիկ, որոնք աղոթքի կյանք չունին, Աստծո ներկայության փորձառության զգացումը գործընծուցած են, սկսած են նոր ցևեր գտնել, Աստված այլևս այս օրերուն չներ, մեկ բան, Աստված փոխվեցավ, ոչ թե դու փոխվեցավ, չէ, ես չեմ փոխվիր, ես օրը չեմ փոխվիր, Աստված գերեւի փոխվեր է։ Այսօր մարդիկ անուղագիորեն ասիգա գսեն, շատ համարցակորեն, բայց կգտնեն Աստվածաշնչական բառերը ասելու համար։ Այդպես բան չի գտնալար, երեք այսօր Եվավիտյան նույնն է, ինչի փոխվիր։ Նկատի առ գաբը բարիք ընել է բիդի չթատրիմ եւ Հիսուս շրջեցավ լման ժամանակ բարիք ընելով։ Շինարարները իրենց գարքին հետևաբար կդառնան միջոցներ, խողովակներ։ Հովանու 7:38-ին մեջ այդ մեկն է որ կտեսնենք Քրիստոսը ինչ է եւ մենք ինչ պիտի ելանք։ Ով որ ինձի կհավատա, ինչպես Սուրբ Գիրքը գսե, անոր սիրտեն գենսադու
շուրի կեդեր պիտի փխին։ Ով որ ինձ գավադա։ Ոչ թե ով որ գավադա խելացի է, ով որ գավադա տրամունի, ով որ գավադա զորավոր է, ով որ գավադա ասունի։ Նո ունեցած նոր մասին չի խոսի։ Ով որ գավադա իր սիրտը պիտի փխի։ Պայմանը հավատալն է։ Հավատալ բնավ մեկ անգամ հավատալ է դու գենալ չի նշանակեր։ Հավատալը փորձառության հավատալ է, փորձառությունը որտեգրելու փապակն է, եւ այդ փորձառությունը որ մեզ սորվեցարանոր վստահիլն է։ Գահսնիկ ինձ ինչ կսեմ։ Հավատքով առնելու մասին գխոսի։ Հիսուս ասիգա գսեր հոգին համար, Սուրբ հոգին համար, որ իրեն հավատացողները պիտի ընդունեին, իսկ հոգին դակավին չէր դրված, քանի Հիսուս փառավորված չէր, բայց հիմա դրվեցավ։ Բայց այս քեդը կամ իրականության մեջ քեդը, բնական քեդը ինքն իրեն համար չի փխիր։ Ինքն իրեն համար չի հոսիր քեդը։ Քեդը գոհոսի, որբեսի կյանք փոխանցե ուր որ մտնե։ Դու չես կնարել այդ քեդը, հա? Եվ գտնվիլ դեղի մեջ որ չոր է հավատքով, չոր է բարեականով, չոր է առողջությունով, չոր է հաջողությունով, չես կար գտնվիլ դեղը իբրև արվակ, իբրև կև ետատեղը չոր մնա։ Այդ դեղը կե փոխվի։ Բայց այդ դեղը գախարտական չի փոխվիր։ Եվ որ ես հոնքամ, դիտեմ ես հոսեմ հիմա։ Պիտի փոխվիստուն։ Ես պիտի չունենամ այդ յեդին գասկածները, որ արդյոք Աստված գուզե ինձ մովնել։ Ասիկա գասկած մնե սատանային քո մեջ դրված է, դու գործես ապրիլ։ Աստված պիտի չնեղվի, երբ դու իր սածը հրճագես։ Հբարդություն ունիս աշխատե հբարդությանդ վրա, հբարդությունը վերցնելու համար հբարդացնող գեդերը մի հրաժարի, որ Աստված քեզի դվեր է։ Հիսուսը ասավ, ով որ ինձ գավադե, ինձի պես պիտի դնե, եւ անոնց մե ավելին պիտի դնե, ինչու պիտի նեղվի հիմա։ Հիսուս կսե, ով որ ինձի միացած ըլլա, բդուղ պիտի պերե, եւ այդ բդուղներով իմ հայրս պիտի փառավորվի։ Բդուղ պերելը հայրը փառավորել է, ինչու համար պիտի նեղվի, ինչու համար պիտի չնե։ Նայր ես կխոսիմ եւ լեցուն դեղեր, բաներ ուզած եմ չեմ արած, հոգս չէ։ Պետք է գհրաժարիմ անոնց մե։ Բայց միտքս չեմ փոխեր։ Հավատքից ցայնին հագարակ չեմ երթար։ Ես խողովակ պիտի լամ։ Ես իմանցս խողովակ պիտի բահեմ։ Խողովակը մաքրվելու պետք ունի միշտ։ Խողովակը չես կրնար անկորձ բահել։ Խողովակը որ անկորձ կբահես, մեջը աղտ գլեցվի, շուրեն, փոշիեն, դարբեր եւ վերջուկաս կորձածելու մեջ են աղտ գելլե։ Կամ նման կոծված գլա։ Խողովակ եղած է, որբեսի քեզի թարմացնե, ուրախացիր թարմանալեն, բայց թարմացումը որ քեզի գուտա, նորոգությունը որ քեզի գուտա, նպատակը հիմնականորեն թեպի մույսին քեզմով երթալուն պատճառով է։ Չես կնար ուրիշին երթալը գեցնել, գտնված դեղիդ պայմաններուն ենթարկվել, կարծել որ հոն Աստված սահմանապակ է։ Այս մարդիկը պետք ունին, մոդիկը դլա, սիրելի դլա, հերունելա, պետք ունի, հիմա մերդին է թժող մի դերտա։ Ամա, հիմա մերդին է թժող մի դերտա։ Գծկես երթա, ինչպես կսիրես ուրեմն աս մարդուն։ Ուրեմն իրեն սիրելդ ավելի քիչ է, քան այդ թժողքի տանչանքը, որ անցը պիտի առնե։ Ինչպես կսիրես անցիմը, որ պիտի ընդունիս, որ ինքը թժող երթա։ Մենք խողովակ ենք, մեր խողովակի կորձը պետք է գադարենք, որովհետև մենք կհավատանք Հիսուսի։ Հետևաբար մենք մեզի անչափ չբանք, ես կհավատամ, բայց պիտի չլամ։ Մենք այս փայցի խողովակը կամ արգելքը վերցնենք։ Եվ որ մենք շինարար ենք, երկինքը կբերենք, երկինքը մարդոց գուտա քալիք կյանքի նախաճաշակը։ Մարդիկ այստեղ են կսկսին ճաշակել քալիք բարիկներուն, կյանքի սրբության, զորության, օրհնության, լավության բարիկները կսկսին ճաշակել։ Հիսուսի հրաշքները նշաններ էին բոլորը քալիք թակավորության բարիկներուն, գսե եթե ես այս մեկը Սուրբ Հոգիով կհանեմ, այսինքն կնշանակե, որ Աստծո թակավորությունը ծեր վրա հասած է։ Յուրաքանչյուր բժշկություն, ազատագրություն, յուրաքանչյուր անձ, որ Սուրբ Հոգիով լեցված է, յուրաքանչյուր նորոգված անձ, բոլորը իրենց կարգին երկինքի Աստծո թակավորության բարիկները նշույլ մնե, որ մեգումը կյանքին մեջ իջավ
եւ փորձառություն տվավ, թափանցեց այս աշխարհին արգելքները եւ անցին հասավ։ Եբրայեցիս 6:4, տեսեք մեջը մի քանի գեդեր գսե, որ մենք կնկատի առնենք։ Արդ անոնք, որ անգամ լուսավորվելով մգրդվել է, ուրեմն գլուսավորվին։ Իշխտական բաժինով չեմ ուզեր ասել, կուզեմ ասել ինչ գլա մարդոց։ Մգրդվել է, այդ ինչ գլա գլուսավորվի։ 1. Երկնային բարգևներ վայելել է, երկնային բարգև գվայել է։ Սուրբ ոգին հաղորդագից դառնալու, ուրեմն Սուրբ ոգին հաղորդագից կդառնա։ Աստծո բարի խոսքը ջաշակել է, ուրեմն Աստծո խոսքը կջաշակե եւ հանդերձյալ աշխարհի սկանչելիքներուն նախաճաշակը առնել է յետք։ Ուրեմն սկանչելիքներուն նախաճաշակը գարնե իր կյանքի մեջ։ Ասոնք կբադահին հավատացյալին ուրեմն։ Իձնե մարդը, որ քեղեցիկ կոչված թրանքով նստած էր, Պետրոս եւ Հովանես իրեն հանդիպեցան։ Բողոս եւ Պետրոս եւ Հովանես չէին փորձել ներկաները դպավորել։ Պետրոս եւ Հովանես կփորձեին եւ փորձեցին իրենց ունեցած ներսի հարստությունը հայտնել Հիսուսի անունով այդ մարդուն խեղճ վիճակին, աղքատության, անդամալուծության եւ այլն։ Եվ ադով փառավորեցին Աստված։ Չսավ ինչ որ ուսումնասիրել եմ, ինչ որ Հիսուսի մասին գիտեմ քեզի գուտամ, ինչ որ մեջս ունիմ քեզի գուտամ։ Իրեն համար իր մեջի եղածը ուսում չէր, գիտություն չէր, իր մեջի եղածը իրական ողջ ներկայություն էր, անիգա գուտար։ Մենք հսկելու ենք այս ճշմարտություններուն։ Պետրոսի շուքի պատմությունը, բոլորդ գիտեք, որ Պետրոս Կալածադենը իր շուքեն բոլորը կբժշկվեին։ Ղուկաս բնավ չսեր, որ շուքը կբժշկեր մարդիկը, շուքեն կբժշկվեին մարդիկ։ Կետրոնացումը եւ շեշտը շուքի նրածին վրա չէր։ Աստծո փառքը Պետրոսին վրա ինչ արդյունքներ կբերեին վրա էր։ Հետևաբար շատ կարևոր է միշտ սիրելիներ պատմությունները նայինքն է մարդկային դգարությամբ չնայինք, մեր հարկանքը բահենք անձերուն, որոնք մեծ օրհնություն էին, թաս էին, շինարարներ էին, Աստված իրենց գործածեց, բայց մենք մեզի չանդեսենք, մենք մեզի չդեսնենք մարախներ, ինչպես անհավատությամբ կամ դգարության մեջ եղողները կդեսնեն մեծ հրեշներուն, հերոսներուն արջևը, որովհետև նույնը մեզի տված է։ Նույնը մեզի տված է։ Մեր ժամանակագից պետքին համար այդպես անգեբագաս եւ կամ անգե ավելի գրնա այսօր Աստված ընել։ Մենք նայինք, որ գտնենք Աստուծմով մեր ընելիքը երկրի վրա։ Գտնենք մերը, 1 հոգի է, 1000 հոգի է, 1 միլիոն հոգի է, գտնենք Աստված մեզի պիտի վարձատրե իրեն մտիկ ըլնելնուս ոչ թե մեր փրկության կանչած թիվերնուս։ Դերավս գոչումը 1 հոգի պատրաստել է, որ միլիոններով պատճառ պիտի լա։ Կամ միլիոններով հասնիլ է, ինչ որ է, իր ըսածը ընելը դե վարձատրությունը, ոչ թե շատ քիչ ընելը։ Ավելի չեմ ուզեր երթալ այս ուղղությամբ։ Հետևաբար մեր գետրոնացումը բեք չէ բարդականությունը լա, թիրքը լա, այս կամ այն բաները լան։ Մեր բարդականությունը սիրելիներ պետք է ուղղակիորեն Աստծո հետ մտերիմ հարաբերություն շինենք, ըմբռնենք այս ճշմարտությունները եւ այս ճշմարտություններուն համաձայն ամեն օր աղոթքի կյանք ունենանք։ Նայենք իրականացնենք այս ճշմարտությունները, որ բոլոր նվիրվողներուն կյանքի մեջ կատարվեցավ եւ ուր որ բահվդած, անդեսված, Դավիթի պես, իմ կյանքիս պես, ուրիշին կյանքին պես, բահվդած, գործված, անդեսված, աղքատ, անուս, անբետ մարդիկ կային, Աստված կդավ, որովհետև նվիրված սիրտ կար։ Աստված կենչի փախչիր։ Թող որ Աստված մեզի կործած է, մեզի հանձնված կործին համար։ Ամեն։ Եկեք սիրելիներ միասին գնանք Տերոջ առջև։